Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի ավարտական դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում։ Այցը խորհրդանշական էր, քանի որ դպրոցականները պատրաստում են երկրաշարժեր թեմայով նախագծային աշխատանք Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին ընթരാճ։ Բնակչությանը տարվող աշխատանքների վարչության գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանը ներկայացրեց մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառները, երկրաշարժերից պաշտպանվելու վերաբերյալ գիտելիքի կարևորությունը, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժից քաղված դասերը եւ սեյսմական շինարարության ոլորտում արված փոփոխությունները։ Ցուցադրվեց «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ուսուցողական ֆիլմը։ Տվյալների հավաքագրման եւ օպերատիվ մշակման բաժնի պետ Նորայր Գրիգորյանը խոսեց Հայաստանում գրանցված պատմական երկրաշարժերի եւ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության մասին։ Դպրոցի սաները հետաքրքրվեցին, արդյոք երկրաշարժը գրանցող օպերատորներն իրենք չեն վախենում նման իրավիճակներում։ Ցանկացած դեպքում խուճապը միայն խանգարում է ճիշտ որոշումներ կայացնելուն, վստահեցրեց բաժնի պետը։ Անդրադարձ եղավ նաև երկրաշարժին աջորդող ուժեղ ցնցումների հավանականությանը։ Սեյսմոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Էդմոնդ Գևորգյանը հիշեցրեց, որ 2021 թվականին Երևանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից առաջ գրանցվել էր նաև ավելի թույլ երկրաշարժ։ Դպրոցի անձնակազմն այցելեց նաև դիտարանի թունելախորշ։ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ Հակոբ Ղազարյանն ու երկրաֆիզիկայի եւ երկրաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նայիրի Գրիգորյանը պատմեցին դրվագներ թունելախորշի ստեղծման եւ վերազինման մասին, ցուցադրեցին երկրաշարժի գրանցման ժամանակակից սարքավորումները։ Այդ թվում միջազգային սեյսմոլոգիական ցանցի մաս հանդիսացող Գառնիի Այրիս սեյսմիկ կայանը։ Շրջայցն ավարտվեց սեյսմայիկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, որտեղ դպրոցականների մասնակցությամբ կատարվեց նյութերի գունափոխման քիմիական փորձ։ Լաբորատորիայի առաջատար մասնագետ Գայանե Մեհրաբյանը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Հայաստանի մարզերի հորատանցքերից բերված տարբեր ջրանմուշների հետազոտությունից։